Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է Միասնության թվեր նախաձեռնության անդամ եւ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Բարև ձեզ, պարոն Անանյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Պարոն Անանյան, դուք 18-20 թվականին հեղափոխությունից անմիջապես հետո զբաղեցրեցիք Պետեկամուտների նախագահի պաշտոնը եւ 2 տարի անց էլ պաշտոնավորելուց հետո դուք հրաժարական տվեցիք, հրաժարվեցիք հեռացաք համակարգից եւ դարձաք ընդդիմադիր գործիչ։ Ինչու միանգամից այդպես։ Ով պաշտոնից հեռանում է, պետք է անպայման ընդդիմադիր դառնա։ Չէ, տեսեք, ձեր տեղեկատվության մեջ կա որոշակի բաց, եկեք իրար հետ լրացնենք այդ բացը։ Այսինքն անմիջապես չդարձաք, որոշ ժամանակ հետո դա նկատի ունեք։ Ես հեռանալիս ընդդիմադիր չէի։ Հա, հետո դարձաք։ Ես նույնիսկ ասեմ ավելին, մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ես չեմ ունեցել ընդդիմադիր կեցվածք։ Եկեք միանգամից խոսենք դրա մասին։ Նույնիսկ սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջի օրերին, ես իմ զորակցությունն եմ հայտնել հեռախոսային իմ հաղորդագրությամբ այդ օրվա վարչապետին, ասելով, որ պատրաստ եմ ինչով կարող եմ օժանդակել։ Այսինքն չի եղել իմ պաշտոնից հեռանալը որևէ քաղաքական դրդապատճառ չի ունեցել։ Դա եղել է զուտ աշխատանքային կոնկրետ կադրային հարցի հետ կապված իմ սկզբունքային դիրքորոշման արտահայտման մի ձև։ Այո, խոսքեր գնում Արարատյան այդ Մաքսային կետի ղեկավարի հեռացմանը։ Այո, վարչության պետի, դա եղել է կոնկրետ առաջարկ եք ստացել կամ հանձնարարական վարչապետից, որ պետք է հեռացնեք, որտեղ այնտեղ կովիդ էր այդ ժամանակ, Հայաստանում կովիդն էր մոլեգնում եւ այնտեղ ինչ որ կուտակումներ էր նկատել Նիկոլ Փաշինյանը։ Այո, ես անհամաձայնություն հայտնեցի, ասելով, որ մարդը, որը որ ժամանակավորապես զբաղեցնում է այդ պաշտոնը թափուր է, մինչև մրցույթ հայտարարել եւ նոր վարչության պետ նշանակել է մրցույթի արդյունքներով, մենք Մաքսային հսկողության վարչության պետին գործուղել էինք այնտեղ, իսկ Մաքսային հսկողության վարչությունը ինքը Մաքսային գործի մեթոդոլոգիայի կազմակերպումն իրականացնող ստորաբաժանում է։ Եվ անձը, որը որ գործուղվել էր, ինքը մեթոդոլոգ էր եւ 18 կարծեմ թե 20 տարվա ծառայություն ուներ եւ Մաքսային ծառայության գնդապետ էր։ Այսինքն ինքը իր ամբասիր ծառայության ընթացքում ձեռք էր բերել որոշակի դիրք եւ որոշակի կոչում եւ ես իրավունք չունեի դուրք տալով վարչապետի ցանկությանը, որ կովիդի հետ կապված սոցիալական հեռավորություն չպահպանելու համար պետք է այդ արժեքավոր կադրին հրաժեշտ տայի։ Եվ սա ուղղակի դեմոնստրացիա էր, ես իրեն բաց տեքստով ասացի, եթե ձեզ պետք է որ ինչ որ մեկը պետքա պատժի, եկեք մենք պայմանավորենք, որ ես եմ պատժվում եւ դիմումս կներկայացնեմ։ Իհարկե ինքը համաձայն չէր այդ դիմում ներկայացնելու հետ, բայց դիմումը ներկայացրեցի եւ պաշտոնից դուրս եկա։ Այսինքն ինքը եղել է խիստ կադրային հարցի վերաբերյալ անհամաձայնության, իմ սկզբունքայնության հարց։ Դրանից հետո մենք եղել է որ նույնիսկ շփվել ենք իրար հետ, հարցեր ենք քննարկել։ Չի եղել այդ պաշտոնից հեռանալը գաղափարախոսական կամ քաղաքական ինչ-որ բան։ Ես քաղաքական որևէ նկատողություններ երբեք չեմ ունեցել։ Ուղղակի նոյեմբերի 9-ին, այսինքն նոյեմբերի 10-ի առավոտյան, երբ որ արտացա եւ ժողովրդի հետ միասին լուրը առա, ես այդ պահից ուղղակի սկսեցի իրեն անձնապես եւ հետո արդեն հանրային ձևով ասել, նախ սկսեց իմ կեցվածքը նրանից, որ պետք է հրաժարական տաս, որովհետեւ պարտության սիմվոլը չի կարող փոփոխություններ բերել կամ այս ամեն ինչի միջից հանել ժողովրդին։ 21 թվականի ընտրություններից առաջ հանրային որոշակի բան ունեցա եւ բացատրում էի ժողովրդին իմ գրառումներով եւ հանրային որոշակի ակտիվությամբ, որ ինչու պետք է չընտրել քաղաքացիական պայմանագրի եւ դրդապատճառներն էին ներկայացնում։ Հետևաբար քաղաքական գործունեությունը, որ մենք ազդարեցինք հոկտեմբերի 9-ին այս տարվա, մինչ այդ ես ուղղակի եղել եմ անձ, որը իր հանրային դիրքորոշումներն է արտահայտել այս կամ այն ամբիոնից կամ այս կամ այն սոցիալական հարթակում։ Այո, քննադատում եք պարզապես եւ քննադատությունը կեցված էր նշмарվում այդտեղ։ Գիտեք, դա որոշակի էվոլյուցիա ունեցել։ Եթե սկզբից անմիջապես հետո 20 թվականի նոյեմբերի 10-ից սկսած ես ուղղակի իրեն խնդրում էի, որ ինքը հրաժարական տա, այնուհետև հանրային իմ դիրքորոշումներով ինչ որտեղ նաև պարտադրում էի, որ ինքը հրաժարական տա, դա աստիճանաբար էվոլյուցիա ապրեց։ Ինչու, որովհետև
21 թվականին հաջորդեց 22 թվականը, 22 թվականին մենք ունեցանք բավականին քաղաքական առումով տրամագծորեն հակառակ գործողություններ, որոնք որ օրինակ 22 թվականի հոկտեմբերը, երբ որ Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ տրամագծորեն հակառակ բանը գնաց, այսինքն էվալյուցիա եղավ։ Էվալյուցիաների արդյունքում հետեւաբար իմ գործունեությունը, իմ խոսույթը աստիճանաբար շատ ավելի սրացավ եւ դառավ արդեն քաղաքական ընդդիմադիր կեցվածք ունեցող հանրային գործիչ, որը տրամագծորեն այլ գաղափարախոսություն ունի, շատ ավելի դեպի ազգային գաղափարախոսությունը, քան այն պարտվողական գաղափարախոսությունը, որ այսօր քարոզում է։ Պարոն Անանյան, տեսեք, դուք ասում եք պատերազմի սկզբում փորձել եք ինչ-որ կերպ, ոչ թե փորձել եք, այլ աջակցություն եք հայտնել վարչապետին, SMS եք ուղարկել, որ կարող եք, ինչով կարող եք օգնել եւ այլն, իսկ ձեր այդ նշած փուլերից հետո կամ փուլերի ընթացքում այդ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, դուք չեք փորձել այդտեղ էլ գտնել օբյեկտիվության ինչ-որ նշույլներ, որ միայն իշխանությունների սխալը չէր, օբյեկտիվ ինչ-որ իրավիճակը, իրականությունը, ինչ-որ տարբեր պատճառներ դրդել են կամ հանգեցրել են դրան եւ անխուսափելի էր միգուցե։ Ճիշտ եք դուք։ Բնավ չենք ասում, որ մենք 30 տարիների ընթացքում ունեցել ենք փայլուն էվոլյուցիա, թե հանրային, թե քաղաքական, թե ընդհանրապես տնտեսության առումով։ Եվ օրինակ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ ամեն ինչ տակնուվրարեց։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը եկավ հենց այն պատճառով, որ մենք կարծես թե հանրային բոլորս, նաեւ նախկին իշխանությունների օրոք, առաջին, երկրորդ, երրորդ նախագահների պաշտոնավարման ժամանակ մենք բնականաբար ունեցել ենք սխալներ։ Եվ այդ սխալների արդյունքն էր երևի թե, առանց երևի թե, որ 18 թվականին եղավ իշխանափոխություն։ Այսինքն եթե հանրությունը հաշտ լիներ իր իրականության հետ, չէր լինի այդ քաղաքական տրանսֆորմացիան։ Հետևաբար ես ոչ թե քննադատում եմ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրին եւ որևէ քննադատական խոսք չեմ հայտնում դրա նախորդ ժամանակաշրջաններին, այլ մենք ուղղակի ֆիքսում ենք, որ նախորդ ժամանակաշրջանների սոցիալական հիմնախնդիրները, հանրության մոտ բևեռացումները, արդարադատության պակասը, որոնք որ կային եւ նշմարվում էին, համենայն դեպս այդ ժամանակ գոյութենական վտանգի առաջ մենք չէինք կանգնել։ Հիմա դուք թվարկեցիք նախորդների դեպքում ինչ-որ խնդիրներ, բայց չեք կարծում, որ այդ նույն խնդիրները կային նաև բանակցություններում եւ այդ սխալները բերեցին կամ դիրքորոշումներում Արցախյան հակամարտության վերաբերյալ եւ այդ խնդիրները բերեցին նաև պատերազմի կամ հետագա այլ իրավիճակների։ Կարող է, ես չեմ բացառում, եւ բանակցությունները դրանք եկեք արձանագրենք, որ բանակցությունները իրենք գաղտնի ռեժիմում են ընթացել եւ հանրությունը ընդհանրապես, ասենք, գրեթե լավատեղյակ չէ, թե բանակցությունները ինչպիսի նրբություններ են ունեցել։ Ստեպ բանակցությունների հետ կապված որոշակի տեղեկատվություն է բացահայտում, որի հիման վրա մենք այս կամ այն ենթադրությունները կամ դատողություններն ենք անում։ Այո, այդ ամբողջ շղթան ես կարող եմ ուղղակի ասել ռազմավարական առումով բեկման կետը սկսեց երևի թե 97 թվականից, երբ որ մենք չֆիքսեցինք, որ այդ պարիզետ կոչեցյալը, ռազմական պարիզետ կոչեցյալը աստիճանաբար թեքվում է դեպի Ադրբեջանի կողմ։ Մենք չֆիքսեցինք, որ Ադրբեջանը օրինակ իր նավթային այդ արդյունաբերության հետ կապված որոշակի հեղափոխական տրանսֆորմացիաների է ենթարկում եւ այլևս ինքը ունենալու է նավթադոլարներ եւ իր տնտեսությունը կառուցում է այդ նավթի շուրջ եւ հետեւաբար ինքը 97 թվականից մենք աստիճանաբար չֆիքսեցինք այն պահը, որ մենք պարիզետն ենք խախտում ռազմական։ Սա եկեք ֆիքսենք, այո։ Եվ մեր խոսույթը, նաև այդ ոչ միթիզականի խոսույթը, այո, մենք պահպանեցինք։ Հանրության մոդել կար այդ զարթոնքային այդ բանը, էվոլյուցիան, չէ, ասենք ներքին, որ մենք հաղթանակ ենք տարել։ Մենք ինչ որ ժամանակներում կարող ենք կարգավորել այս հարցը, բայց ոչ մեկ չուզեցավ կարգավորման հետ կապված պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Եվ սրա մեջ նաև կար առողջ որոշակի դատողություն։ Ինչու, որովհետև կար ԵԱԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների այդ ինստիտուտը, ըստ էության կոնֆլիկտի կարգավորումը մանդատը տրված էր այդ ինստիտուտին եւ գնում էին բանակցություններ։ Ես չեմ կարծում եւ հակված չեմ, որ այդ բանակցությունները հայկական կողմը
այսպես ասած ձգձգում էր գիտակցաբար, որպեսզի այդ ստատուս քվոն ինչքան երկար գնա, այնքան լավ։ Ես կարծում եմ, որ հակառակը Ադրբեջանն էր որոշակի փուլում, երբ որ հայկական կողմը գալիս էր ինչ-որ կոնսենսուսային ինչ-որ որոշման, Ադրբեջանը միշտ խուսափում էր դա ստորագրելուց։ Ինչու՞, որովհետև իրենք չէին ստանում այն, ինչ որ իրենց ներքին լսարանին իրենք մատուցում էին որպես իրենց համար արժանի կամ ինչ որ մի խնդրի լուծման իրենց բանը ելքը։ Եվ երկու հասարակություններում էլ կար դիզոնանս։ Հասկանում եք, այստեղ նաև Ադրբեջանի իշխանությունները, մեր իշխանությունները իրենք ուզում էին, որ հարցը կարգավորվեր միմիայն իօգուտ իրենց։ Այստեղ կարող է բանակցությունների ժամանակ լինեն ռազմավարական եւ տակտիկական սխալներ, չեմ բացառում։ Ավելի շատ հակված են, որ ընդհանուր համընդհանուր այդ գործընթացի մեջ սխալներ կլինեն, բայց այդ սխալները ինքնութենական կամ գոյութենական խնդիրներ կամ հիմնախնդիրների չեն հանգեցրել։ Եթե ավարտեմ այն սկզբի միտքս, փորձենք տրամաբանական շղթան բանանել, գալ հանգուցալուծման, ապա տեսեք, եթե մինչև 18 թվականը կային արմատական դժգոհություններ հանրության մոտ եւ դրանք հիմնավոր դժգոհություններ էին սոցիալական, արդարադատության, իշխանությունների օլիգարխիայի եւ իշխանության սերտաճման հետ կապված այդ ամբողջ դժգոհությունները կային եւ դրանք օբյեկտիվ էին եւ չկային գոյութենական խնդիրները, ապա մենք ըստ էության հիմա ունենք այդ նույն խնդիրները, որոնք ունեին 18-ից առաջ կամ 18-ի նախաշեմին, դրան գումարած թե գոյութենական, թե ինքնութենական այդ հիմքերի խարխլման հիմնախնդիրները։ Սա է էվոլյուցիան։ Պարոն Անանյան, մի հարցել այդ թեմաներից, հետո գանք մեր օրերում։ Դուք հավանաբար կարդացել եք Ադրբեջանի նախարար Ջեյուն Բայրամովի վերջին հարցազրույցը, որտեղ նա Հայաստանին կամ Նիկոլ Փաշինյանին է մեղադրում պատերազմը հրահրելու մեջ։ Դուք համաձայն եք նրա հետ։ Գիտեք, լավ հարց եք տալիս։ Չգիտեմ, ես համաձայն եմ իր հետ, թե չէ, որովհետև ես շատ հարցերում բնականաբար չեմ կարող համաձայն լինել ադրբեջանական իշխանությունը ներկայացնող այս կամ այն պաշտոնավարողի հետ, որովհետև իրենք այդ ամեն ինչ որ անում են կամ խոսում են իրենց խոսույթ, իրենց գործողությունները ուղղված են թե իրենց ներքին լսարանին, թե նաև ագիտացիոն որոշակի բան են կրում։ Հետևաբար ես եկեք ձեռը պահ մնամ եւ չասեմ ես համաձայն եմ իր հետ, թե համաձայն չեմ, որովհետև դրանից ոչ մի բան չի փոխվում։ Լավ, դուք Արման Թադոյանի հետ միասին նախաձեռնություն եք հիմնել, դուք երկուստ էլ կարելի ասել նախկին ասելով շատ ավելի նախկին, դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նա մարդու իրավունքների պաշտպան էր, դուք ֆինանսների նախարարությունում բարձր պաշտոն եք զբաղեցնում, ու այդպիսով ձեզ ասոցացնում են ինչ-որ կերպ նաև Սերժ Սարգսյանի հետ։ Լավ։ Ինչ հարցը որն է։ Առնչություն կարող եք ունենալ։ Ես անձնապես չեմ ճանաչում։ Չէ, կարծում որ ամեն դեպքում կա այդտեղ ճշմարտության հատիկ այդտեղ։ Չկա այդտեղ ճշմարտության հատիկ։ Հատկապես որ նաև ինչ որ տեղեկությունների համաձայն ձեր շարժման կամ նախաձեռնության անդամներից են նաև նորից քաղաքացիական պայմանագիր խմբակցության արդեն պատգամավոր, էլի արդեն գործող իշխանության նախկին անդամ Աննա Կարապետյանը, եթե չեմ սխալվում, նման մամուլում նման հրապարակումներ կան, որը նորից հանրապետականների ժամանակ որոշակի աշխատանք է ունեցել։ Եկեք գնանք դուք հնչեցրեցիք անձանց անուններ, եկեք հերթով գնանք։ Ես չեմ ճանաչում Սերժ Սարգսյանին անձնապես, այսինքն մենք անձնական շփում չունենք։ Հետևաբար պարտադիր է, որովհետև դուք կարծում եմ իմ վերաբերյալ չունեք այնպիսի կարծիք, որ ես կարող եմ միջնորդավորված լինեմ Սերժ Սարգսյանի գործիքը առանց իր հետ շփում ունենալու։ Չէ, դուք շատ կոպիտ ասեցիք։ Չէ, կոպիտ չասեցի, եկեք իրերը իրար անունով կոչենք։ Եթե ժողովուրդը կարծում է, որ մեր նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի հետ կապ ունի, ապա մեզ ըստ էության ասում են, որ մենք երրորդ նախագահի գործիքն ենք։ Չէ՞։ Կարճ, կոնկրետ դա է, ես եմ ասում, հա։ Միգուցե ինչ որ կառույց, որը շատ ավելի իր հետ կհամագործակցի։ Դե պետք է նայեք մեր գաղափարախոսություն ինչ որ դրել ենք մեր միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հիմքում։ Մենք ասում ենք, որ եկեք նախկիններ ներկաներ խոսույթը դնենք մի կողմ, սևեր սպիտակները դնենք մի կողմ եւ փորձենք միասին գնալ եւ քաղաքական փոփոխություններ բերել եւ դա կլինի այն
իրական փոփոխությունների գրավականը, որ մենք բոլորս ուզում ենք։ Այսինքն կան գործընթացներ, որոնք մեկնարկելով եւ որոնք հաջողությամբ պսակելով մենք կարող ենք այո այսօրվա այս ծայրաստիճան կետը բեկենք պատմական։ Հետևաբար մենք հայտարարել ենք, որ մենք անկախ ենք, մենք չենք ներկայացնում որևէ քաղաքական թիմի, 3 նախկին պաշտոնաթող նախագահների հետ չենք ասոցացվում, իրենց հետ նախընտրական դաշինքների կամ պայմանավորվածությունների չենք գնալու, իրենց հետ չունենք պայմանավորվածություններ, չենք հանդիսանում նրանց ասոցացված ինչ-որ մի քաղաքական թիմ, հետևաբար եկեք շատ պարզ ձևով ասենք, Սերժ Սարգսյանի հետ մեր առնչությունը նրանում է, որ ինքը լինելով 3-րդ նախագահ Հայաստանի Հանրապետության, ես իր պաշտոնավարման ժամանակահատվածում, այո, մոտ 2 տարի եղել եմ ֆինանսների փոխնախարար, բայց 2000 թվականից մինչև 2016 թվականը ես պետական պաշտոններ չեմ զբաղեցրել։ Ես պետական պաշտոններ զբաղեցրել եմ 92 թվականից մինչև 2000 թվականը, եղել եմ պետական եկամուտների կոմիտեի, այն ժամանակ հարկային պետական տեսչության ծառայող, հարկային ծառայող եմ եղել եւ պաշտոնավարել եմ մինչև 2000 թվականի հունվարը, վերջի պաշտոնս եղել է հարկերի հաշվառման բաժնի պետ, դուրս եմ եկել պետական ծառայությունից եւ պետական ծառայություն վերադարձել եմ 2016 թվականի հոկտեմբերին։ Համակարգում պարոն Անանյան աշխատել եք այն ժամանակ, երբ որ մամուլում թե քաղաքական դաշտում շրջանառվում էր այն միտքը, խորը նստած էր, որ գործարար համակարգում հարկային տերոր է գնում։ Միգուցե, 90-ականների ժամանակ ես եղել եմ հարկային ծառայություն։ 92-ից 2000։ 2000, ավելի ուշ։ 2000-ի հունվարից ես դուրս եմ եկել։ Այո, 92-ից մինչև 2000 թվականին եղել։ 2000-ականներին Սերժ Սարգսյանի օրոք դուք հերվից նախկին համակարգում աշխատող, արդեն նախկին աշխատակից ծառայող, երբ որ մասնավոր համակարգում եք, այլ համակարգում եք եղել, նկատել եք նման բաներ, չկարող անտարբեր լինել։ Տեսեք, ես եղել եմ պրոֆեսիոնալ դաշտում։ Ես դուրս եմ եկել հարկային ծառայությունից 2000-ին եւ միացել եմ KPMG Armenia խորհրդատվական թիմին։ 6 տարի աշխատել եմ այդ ընկերությունում, այնուհետև 2006 թվականի հունվարի 1-ից հիմնել ենք մեր խորհրդատվական ընկերությունը։ Ես 33 տարի նույն ոլորտում եմ աշխատում։ Ես հարկային մասնագետ եմ, ես հաշվապահական հաշվառման մասնագետ եմ, որակավորված աուդիտորի որակավորում ունեմ, հանրային ֆինանսների բնագավառում իմ նեղ մասնագիտական բանն է, պրոֆիլն է։ Բնականաբար ես շփվել եմ պետական մարմինների հետ, բայց եղել եմ բարիկադների այս մասում, այսինքն ներկայացրել եմ հարկ վճարողների կամ տնտեսավարողների շահերը եւ պատկերացրեք, որ հաջողություններ եմ ունեցել։ Այսինքն համենայն դեպս, եթե դուք ասում եք, որ եղել են նման բաներ, չեմ բացառում, բայց նաեւ մրցակցային այդպիսի գաղափարական պայքարում մենք ունեցել ենք հաջողություններ։ Հետևաբար եկեք արձանագրենք, որ միգուցե ձեր ասած մատնանշած բաների հետ մեկտեղ նաև եղել է այնպիսի միջավայր, որ խորհրդատուները, անկախ խորհրդատուները կարողացել են պետության, պետական մարմինների հետ մասնագիտական վեճի կամ բանավեճի արդյունքում հաջողություններ արձանագրել։ Այսինքն մթնոլորտն է այդպիսին եղել։ Պարոն Անանյան, դուք բավականին հավակնոտ նպատակ եք դրել ձեր առաջ մասնակցել 26 թվականի ընտրություններին եւ հաղթել։ Նոր ստեղծվող կառույց եք, ուժ եք, իհարկե վերջերս ազդարարեցիք համագործակցության մասին Շանդ Դաշինք կուսակցության հետ, բայց նա նույնպես նոր է եւ մեծ փորձառություն չունի։ Դուք կարելի ասել ժողովրդական լեզվով ասած քաղաքական գայլերի հետ պետք է մրցակցեք եւ ինչպես եք պատկերացնում ձեր այդ հաղթերը։ Նախկին նախագահներ, գործող իշխանություն, հիմնական եւ ամեն դեպքում ուժեղ թիմերը նրանք են։ Եթե պատկերավոր ասենք, ապա իմացեք, որ գայլերի հետ նաև երիտասարդ գելխելքներն են շատ լավ կարում հակադարձեն, սա պատկերավոր եւ կեսկատակ։ Մենք ազդարել ենք հոկտեմբերի 9-ից, բայց դա չի նշանակում, որ մենք չենք ունեցել նախապատրաստական շրջան։ Դե։ Սա նշանակում է, որ մենք ուղղակի թե պարոն Թաթոյանը, թե ես, լինելով պրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչներ, մենք երկար նախապատրաստվել ենք։ Հիմա դա լավ է թե վատ է, կարող է շատերը ասեն, որ մենք ուշացել ենք, բայց ինչից ենք ուշացել։
Չէ, երբեք ուշ չի։ Հետևաբար մեկ եք արձանագրենք, որ մենք նախապատրաստական լավ աշխատանքով ենք եկել եւ հոկտեմբերի 9-ին ազդարել ենք այն փուլում, երբ որ մենք կարողացել ենք ձևակերպել հանրությանը մեր օրակարգը ներկայացնելու ընդհանուր նարատիվները։ Հետևաբար հիմա եթե տեսնում եք, մենք աստիճանաբար մեր ծրագրային դրույթները, նարատիվները ներկայացնում ենք եւ մոտ ապագայում արդեն ծրագրային մեր ընդհանուր մոտեցումները կներկայացնենք հանրությանը, իսկ դա նշանակում է, որ մենք ներկայացնելու ենք, մենք ունենք այլընտրանքային օրակարգ, թե քաղաքական, թե տնտեսական, թե արտաքին անվտանգային, թե ներքին անվտանգության հետ կապված, թե ներքին սոցիալական համերաշխության հետ կապված, քաղաքացիական համերաշխության հետ կապված, մեր հստակ մտքերն ու տեսլականներն ունենք, որոնք որ տալիս ենք թղթի, փաստաթղթի։ Կարծում եք այդ փաստաթուղթը կարդալով եւ այդ ձեր մտքերը ծրագրերը կարդալով է ընտրելու հանրությունը։ Գիտեք, մենք լավ հասկանում ենք, որ ուժերին նույնպես։ Տեսեք, իրավիճակը արտասովոր է, դա սովորական չի։ Մենք էլ դուրս չենք եկել սովորական քաղաքական պայքարի։ Եթե սովորական լինեին ժամանակաշրջանները, հավատացնում եմ թե պարոն Թաթոյանը, թե ես, մենք չէինք հայտնվի քաղաքական պայքարի մեջ, որովհետև մենք մեր բնույթով ուղղակի պրոֆեսիոնալներ ենք, որոնք ավելի շատ գործադիր իրականության մեջ են, այսինքն աշխատանք կատարող են, քաղաքականության մեջ երբեք ոչ ես, ոչ պարոն Թաթոյանը մեզ չենք պատկերացրել։ Մենք մխրճվել ենք քաղաքականության մեջ զուտ հանրային պատասխանատվությունից ելնելով եւ այո բառից բուն իմաստով մխրճվել ենք, որպեսզի իշխանափոխություն իրականացնենք։ Բայց իշխանափոխություն նույնիսկ իրականացնելու հետ մեկտեղ, երբ որ դու պահի արտասովորությունը գիտակցում ես եւ գիտես ինչպիսի գործիքակազմ եւ ինչպիսի վարքագիծ պետք է ունենաս, դա բնավ չի նշանակում, որ քո գաղափարախոսական հենքը պետք է դրանից տուժի։ Հետևաբար գաղափարախոսականը եւ պրագմատիզմը մենք զուգորդել ենք իրար հետ եւ կարծում եմ, որ մենք հաջողելու ենք։ Իսկ բացի Շանդ դաշինքից նախընտրական շրջանում հետ եք պատրաստվում համագործակցել։ Մենք բանակցություններ ենք վարում, խոսում ենք, զրուցում ենք մեր պոտենցիալ գործընկերների հետ։ Մոտակա ժամանակներին դուք այդ մեր զրույցների, մեր քննարկումների արդյունքները էվոլյուցիան կտեսնեք, որտեղ մենք արդեն աստիճանաբար ազդարարելու ենք այս կամ այն հասարակական կազմակերպության, քաղաքական ուժի, շարժման, իրենց հետ մեր համագործակցության ուշագրերի կնքումը դուք կտեսնեք։ Մեծ դաշինք է լինելու նախընտրական։ Կարծում եմ, որ այո, առանց դաշինքների հնարավոր չէ։ Նախկիները դրա համար միասնականություն ենք մենք քարոզում։ Նախկիները կան այնտեղ։ Մենք երեք նախագահները։ Արդեն դրա հետ կապված ունենք մեր հստակ դիրքորոշումը արտահայտել ենք, որ մենք պաշտոնատող 3 նախագահների եւ նրանց ներկայացնող քաղաքական ուժերի եւ նրանց հետ ասոցացող քաղաքական ուժերի հետ նախընտրական դաշինքներ չենք ունենալու։ Իսկ ովքեր կարող են լինել, օրինակ, ասենք Լուսավոր Հայաստան, ապրելու երկիր, հա? Այդ փոքր քաղաքական ինտրիգը հավանաբար։ Գիտեք, կան ուժեր, որոնց հետ մենք գաղափարական Հայկ Մարությանի կուսակցությունը կարող եմ ասել, որ Հայկ Մարությանի հետ չունենք բանակցություններ։ Սա կարող եմ ասել, բայց դրանով սահմանափակվենք։ Չհրաժարվեցիք ու կան բանակցություններ։ Եկեք սենց ասեմ, որպեսզի մի քիչ ավելի լավ լինի գաղափարական կամ մեթոդաբանությունը մեր միասնության գաղափարախոսության հիմքում դրված է հետևյալը։ Մենք ունենք մոտավորապես 55-60% պոտենցիալ էլեկտորատ, որը տնից դուրս չի գալիս, այո, չկողմնորոշված։ Մեր թիրախը բառից լավ իմաստով իրենք են։ Մեր զրուցակիցը իրենք դուք չեք աշխատում, բոլորն են աշխատում այդ։ Հետևաբար տեսեք, եկեք այդտեղ այդ գաղափարախոսական բանաձևը իրար հետ դուրս բերենք։ Ինչու են իրենք տանը նստած։ Որովհետև նախկին քաղաքական դերակատարները այնպիսի միջավայր չեն կարողացել ձևավորել, որպիսի իրենք կարողանան այդ 50-60%-ը այլընտրանք տեսնեն։ Այդ ինչ նոր բան պետքա դուք ներկայացնեք, որ այդ 50-60%-ը գայթակղվի։ Ես պիտի խնդրեմ փորձեմ մտքերս ձևավորեմ, որպեսզի մի քիչ ավելի բան։ Հիմա մեր նպատակը որն է, որ ասում ենք այս կամ այն ուժի հետ կունենանք դաշինք, մյուսի հետ չենք ունենա, այն ուժերը, որոնք որ նախկինում իրենց քաղաքական գործունեությամբ չեն ստեղծել այն իրավիճակը, որ կա այսպիսի էլեկտորալ պասիվություն, բոլոր այդ ուժերի հետ, իհարկե բացառելով քաղաքացիական պայմանագիրը եւ նրանց արբանյակ ուժերը, բոլորի հետ պոտենցիալ զրուցակից են բոլորը։ Այսպես ձևակերպենք։ Թե ինչ ենք բանանելու, տեսեք։ 50-60%-ին, որ այլընտրանք։
Տեսեք, փառք Աստծո կան էլի այլընտրանքային նոր ձևավորվող շարժումներ, որոնք կարծես թե գալիս են փակելու այդ քաղաքական վակուումը։ Եվ մեզ թվում է, ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի այդ այլընտրանքային ուժերին, նույնիսկ չհամախմբվելով մեկ բևեռի մեջ, իրենք կարող են այլընտրանք առաջարկել էլեկտորատին եւ էլեկտորատը կարծում են, որ կգտնի իր պոտենցիալ այդ համակիր քաղաքական թիմին եւ գնա ընտրությունների։ Իսկ ձեր այդ լայն դաշինքի մեջ լինելու է նա ավելի կարծեք թե հուշկույ հավակնում դառնալ Սամվել Կարապետյանի մեր ձևով այդ նախաձեռնությունը։ Մենք գաղափարական առումով կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ գաղափարական առումով նույն ուղղության վրա ենք։ Արդեն կողմնորոշվեց։ Բայց դա չի ենթադրում, որ մենք մի դաշինքով կգնանք։ Նախ այդպիսի քննարկումներ չկան, կա փոխադարձ հարգանք եւ օրինակ նաեւ մենք էլ մեր դատապարտել ենք Սամվել Կարապետյանի հանդեպ քաղաքական հալածանքները, որովհետեւ դա կարծում ենք, որ համընդհանուր առումով ամեն դեպքում առանց հաշվի առնելու են հանգամանքին քաղաքական հայտ ներկայացրելը, չի ներկայացրել, խոսքը գնում է ազգային բարերարի մասին, որի նկատմամբ AS վարքագիծը քաղաքական այսպիսի հալածանքը ոչ մենակ ընդունելի չի, այլ դատապարտելի է։ Հետևաբար եկեք սենց ասենք, մենք համարում ենք, որ գաղափարակից միևնույն բնական գաղափարական դաշնակից, որոնք քաղաքական դաշտում ամենայն հավանությամբ լինելու են առողջ մրցակիցներ։ Սամվել Կարապետյան ազգային բարերար։ Այո։ Ավելի շատ նա գործարարությամբ է հայտնի։ Ազգային բարերար։ Գիտեք, գործարարության մեջ, եթե կապիտալը կուտակված ծառայում է ազգին, ապա ինքը դառնում է ազգային կապիտալ։ Իսկ ազգային կապիտալ տնօրինողը ազգային բարերար է։ Այդ տեսանկյունից միգուցե։ Հեծի վերաբերյալ ինչ կարծիք ունեք, հեծի ավելի շուտ պետականացման գործընթացի մասին, որովհետև արդեն հայտարարվեց, որ ավելի շուտ նախադրյալները բոլոր կան, որ հեծը կպետականացվի։ Այո, լիցենզիայից կձրկվի։ Անոնսավորվել է, որ նոյեմբերի 13-ի իր նիստում հանրային ծառայությունների հետ կարգավորող այդ հանձնաժողովը ամենայն հավանականությամբ լիցենզիան հետ կկանչի, բայց իրենք արդեն այս 3 ամիս առաջ իրավական գործընթացը որ արեցին եւ ազգային ժողովում ընդունեցին 3 օրենքների մեջ փոփոխություններ, այդ փոփոխություններով իրենք կարգավորել են հարցը այսպես. հեծը կշարունակի մատուցել այդ ծառայությունները առանց լիցենզիայի, դա օրենքով ամրագրեցին, մինչև որ նոր լիցենզառու կլինի։ Իսկ քանի դեռ նոր լիցենզառու չկա, հեծը կշարունակի իր գործունեությունը։ Սրանով կարծես թե այդ շարունակականության ապահովումն են արել, իսկ գործընթացը ինքը իրանով սա խայտարակ մի միջամտություն է տնտեսական կյանքին, որը կարծում եմ հենց բացառում է օտարերկրյա ներդրումների ներթափանցումը Հայաստան։ Այսինքն օտարերկրյա պոտենցիալ ներդրողները տեսնում են, որ ցանկացած ժամանակ օտարերկրյա ներդրում իրականացնող անձից, իսկ մենք գիտենք, որ իրավաբանորեն օտարերկրյա ներդրում ունեցող ընկերություն է, Հայաստան էլեկտրական ցանցերը, տեսնում են, որ պետությունը ցանկացած ժամանակ կարող է ռեկվիզիցիայի ենթարկել մասնավոր գույքը։ Սա նշանակում է, որ բացառվում է, թե մենք առաջիկայում, եթե այսպիսի վարքագիծ ունեցող այսպիսի իշխանություններ մենք կունենանք ապագայում, բացառվում է Հայաստանը կունենա օտարերկրյա ներդրումներ։ Բացառվում է։ Պարոն Անանյան, այս օրերին քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը եւ թվերը, ես չգիտեմ, տպավորիչ են թե ոչ, բայց բավականին ես որ համեմատում եմ 5 տարի առաջ ձեր պաշտոնավարման ժամանակ, իհարկե ես դա չեմ կապում ձեր պաշտոնավարման հետ, աճը ամեն դեպքում 5 տարի առաջվա հետ համեմատած աճը բավականին պատկերավոր է, ասենք 1.6 տրիլիոն, 1.8 տրիլիոնից հիմա արդեն 3 տրիլիոն եւ այլն տպավորիչ չի ձեզ, թե կարող էր ավելին աճել բյուջեի։ Ես կլորացված եմ ասում, որովհետև այնտեղ ծախսային մաս կա, եկամտային մաս կա եւ այլն։ Գիտեք, տպավորիչ է, բայց ի՞նչն է տպավորիչ։ Օրինակ նախկին նախագահներից մեկը վերջերս իր ասուլիսներից մեկում ասել էր, որ իր օրոք հնան եռապատկվել է։ Ճիշտ է ասում մարդը, այո, իր օրոք հնան եռապատկվել է, բայց եթե 900 միլիարդ դրամը 3 տարվա ընթացքում դառել է 3 տրիլիոն, դա էլ է եռապատկում։ Բայց ասենք այսօր հնան արդեն 11 տրիլիոն է, էլի։ Հետևաբար, եթե հետահաս նայում ես, նախ պետք չի թվերը
համեմատել իրար հետ։ Ընդհանրապես տնտեսագիտության մեջ բացարձակ թվեր իրար հետ չեն համեմատում։ Համեմատում են ընդհանրապես հարաբերական թվեր, այսինքն տոկոսային հարաբերակցություններն են բանանում։ Օրինակ, եթե հարկեր հնացուցանիշը 19 թվականին եղել է 24 ու եթե չեմ սխալվում 7 կարող է մի փոքր էս կոմենկոմ, ապա այսօր հարկեր հնացուցանիշը գրեթե նույնն է մնացել։ Հետևաբար բացարձակ թվերը ոչինչ չեն ասում։ Դու պետք է նայես, թե օրինակ հավաքագրված հարկերը համընդհանուր մեր իրար հետ ջանքերով մեր համախառն ներքին արդյունքի որ մասն է վերաբաշխում տնտեսության մեջ հավաքագրված հարկերի միջոցով։ Այսինքն թե 5 տարի առաջ, թե հիմա այդ հարկեր հնացուցանիշը նույնն է։ Եվ նաև ունեցել ենք նաև վերջի մի քանի տարվա ընթացքում նաև որոշակի ռեգրես ենք ունեցել։ Հետևաբար թվերը կարող է բացարձակ են, բայց դա այդքան բան չի, այդքան էլ տենց տպավորիչ չի։ Դուք պետք է նայես, թե բյուջետային գործընթացում այդ բյուջետային ուղերձը, որ ներկայացրել է կառավարությունը, ազգային ժողովում քննարկում են, չէ, դա ինչպիսի փաստաթուղթ է։ Դու տեսնում ես, որ այդ բյուջետային ուղերձը ինքը հաշվառման մի հատ փաստաթուղթ է, այսինքն ինքը ցույց է տալի, այսքան ծախս, այսքան եկամուտ։ Բայց գաղափարախոսական առումով ինքը շարունակականությունն է ապահովում, այսինքն տարիներ շարունակ բյուջետային գործընթացի շրջանակներում երկու կարևոր փաստաթուղթ, միջնաժամկետ ծախսային ծրագիր, որ եռամյա միշտ ընդունում ենք, եւ բյուջետային գործընթացի այդ փաթեթը, չէ՞։ Մենք երբ որ վերցնում ենք, մենք հերթական անգամ տեսնում ենք, որ տնտեսության շարժիչ ուժը էլի սպառումն է, տնտեսությունը էլի համախառն սպառման վրա է, հետեւաբար նույնիսկ հարկերը, որ հավաքագրվում են, մենք սպառումն ենք հարկում, անուղակի հարկերն են մեծը, մոտորապես ավելաց արժեքի հարկն ու ակցիզային հարկը 50-52%-ն է հարկային ամբողջ եկամուտների։ Սա նշանակում է, որ մեր տնտեսության կառուցվածքը վատն է։ Հիմա բյուջեն լավն է, թե բյուջեն վատն է, ինքը սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջե է, գրեթե 1 տրիլիոնի չափ մենակ, ասենք, սոցիալական ոլորտն է, բայց դու տեղ պետք է նայես, ասենք, կենսաթոշակների չափը, կենսամակարդակ, կենսաթոշակ, գնաճ, դրանց փոփոխություններ, ասենք իրենք հիմա ուզում են, որ 26 թվականի հունվարի 1-ից այդ քեշբեքերի համակարգով կարծես թե թոշակների հարց լուծեն անուղակի ձևով։ Դուք պետք է նայեք իրական բյուջետային գործընթացները, իրանք ոչ թե պետքա թիվ մատակարարեն, այլ գաղափարախոսություն։ Չկա գաղափարախոսություն բյուջետային գործընթացի հիմնական փաստաթղթերի մեջ։ Ինչպիսին պետք է լիներ ըստ այ դուք իշխանություն դառնալու հավակնություն ունեք։ Այո, մենք տնտեսական քաղաքականություն ունենք մշակված։ Եվ տնտեսական քաղաքականությունը ինքը բաղկացած է երկու մասից։ Պատկերավոր ասած, երբ որ դու վերլուծում ես վերջի 7-8 տարվա ամբողջ տնտեսական անցուդարձը, հետևություններ ես անում, ու այդ հետևությունների վրա գալիս ես քո փոքր տնտեսություն ունեցող պետության հայեցակարգը բացահայտում ես հանրությանը եւ սկսում ես կոմունիկացիաներից։ Այս իրավիճակում, մեր այս իրավիճակում 26 թվականի բյուջեն։ Չեք թողնում եմ մտքերս ավարտեմ։ Ինչ պետք է լիներ։ Ուզում եի ավելի կոնկրետ լինել։ Ավելի կոնկրետ, լավ, եկեք ավելի կոնկրետ ասեմ մի նախադասության, որ համեր ժամանակ մնա ձեզ էլի հարցեր տալ։ Մենք ասում ենք, որ մենք գիտենք, թե ինչպես պետք է սպառման մոդելից անցում կատարել արտահանելի մոդելին տնտեսության։ Արտադրել։ Վերջ։ Իսկ դու գիտեք 9 ամսվա թվերը ձեր ինչ են ցույց տալիս։ Արդյունաբերության անկում 5.7%, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշ 7.6%։ Այո։ Ծառայությունների, շինարարության եւ առևտրի աշխարհի նշանակում է, որ շարունակվում է այդ անկումը։ Որակական անկումը, նկատի ունեմ։ Այո, եւ միշտ բերում են պատճառաբանություն նախկին իշխանությունների շրջանում էլ այդպես է եղել եւ որ արդյունաբերությունը աճ չունեցել կամ անկում է ունեցել, քիչ աճ է ունեցել, որ մեր արտադրանքը լոգիստիկ պատճառներով ապաշրջափակված չլինելու պատճառով բավականին թանկ է, ճանապարհածախսը շատ թանկ է, մրցունակ չի, մենք շուկաներ չունենք եւ դա է պատճառը, որ մեր արտադրությունը չի աճում եւ նույն խնդիրը մենք ունենք նաեւ հիմա այսօր։ Լրիվ ճիշտ եք ասում, դրա համար ես էվալյուցիան ասեցի, երբ որ դու փոքր պետության հայեցակարգը ասում ես ու դրանով բացահայտում ես, որ փոքր պետություն լինելը ինքը ոչ թե դատապարտված վիճակ է, այլ կարող ես սարքել իրան առաջնահերթություններով ինչ որ ինքնատիպություն եւ ունենաս համաշխարհային տնտեսության մեջ քո նիշան, որ դա ինչ է նշանակում, նշանակում է, որ դու պետքա կարողանաս գտնել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք որ դու կարող ես բարձր տեխնոլոգիական բանով արտադրել եւ մատակարարել աշխարհին
Սա այդ գաղափարախոսությունն է, դրանից հետո ես ասի կոմունիկացիաներ, Հայաստանը պետք է մասնակից լինի կոմունիկացիոն հանգույցներին, մենք գիտենք թե իրական խաչմերուկը որն է, ոչ թե խաղաղության խաչմերուկը, մենք գիտենք դա որն է։ Դուք հակադրում եք իրական խաչմերուկը խաղաղության խաչմերուկին։ Կարելի է այդպես ասել, որովհետև ի տարբերություն իրենց հակադրությամբ, որ իրենք իրական Հայաստանը, պատմական Հայաստանի հետ են հակադրում, մենք իրական խաչմերուկը իրենց խաղաղության խաչմերուկին ենք հակադրում։ Ու սա գիտենք ինչա նշանակում, որովհետև մենք ունենք ինստիտուցիոնալ հիշողություն, մենք գիտենք, որ կան բանակցություններ, որոնց արդյունքում կան նախագծեր, որոնք կարելի է իրագործել։ Մանավանդ, որ օրինակ Չինաստանի մասնակցությունը տարածաշրջանում 10 տարի առաջվա համեմատ շատ ավելի խորացել է, կա Անակլիայի նավահանգիստ խորքային բաներ սպասարկելու եւ Չինաստանն է դա իրականացնում իրական միջին միջանցքի հանգույցը Հայաստանով մենք գիտենք որտեղից է անցնելու։ Այդ ձեր հարցի պատասխանն է։ Ու երբ որ մենք ունենանք մեր իրական խաչմերուկը եւ այդ իրական խաչմերուկի շուրջ բոլորը կունենանք տնտեսական արդյունաբերական գոտիներ, որտեղ որ ըստ տարածաշրջանի, ըստ ոլորտների ամբողջ Հայաստանով մենք կունենանք արտադրողների մի հսկա բանակ, որոնք որ արտադրում են հիմնականում արտահանելու համար, երբ որ դուք ու Սփյուռքի հետ հայեցակարգը, որ մենք ունենք արդեն գրած, Սփյուռքի հետ փոխհարաբերությունների հայեցակարգով, քու Սփյուռքի ամբողջ ներուժը գբերես այդ արդյունաբերական գոտիներում կտեղավորես, որովհետև այնտեղ լինելու է գրեթե զրոյական հարկային համակարգերի ու իրենք կգան դրա համար, կարտադրեն ստեղ կարտահանեն դուրս, այստեղ ոնց որ թե իմ ասած սպառման մոդելից արտահանման մոդելի անցումը ոնց որ թե դառնում է տրամաբանական ու տեսան էլի։ Իսկ ձեր այդ իրական խաչմերուկը ավելի շուտ նման է թրիպին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված այդ 9-րդ տրիպը տեղ չկա։ Տրիպը որպես իրողություն, չէ, ես ասեցի երկաթգծային եւ ավտոմայրուղային այդ հանգույցը, որը հատվում է Հայաստանում, ուղղակի մենք այդ վեկտորը, արևելք-արևմուտքի վեկտորը տանում ենք վերև, մի քիչ ավելի երկար։ Այն մեր օրիորդը որ կա, մեր քարտեզը, չէ՞, մենք այդ տակից այս վզի մասից գնում ենք գլխամաս, ուղղակի պատկերավոր ասած, որ Բաքվից Ղազախ գա, հետո գնա Իջևան, հետո Կիրովական, հետո ներողություն, Վանաձոր, հետո գնա Դե դա էլ չի բացառվում, միգուցե եւ դա էլ կլինի, տեսեք արդեն դա բացառվում է, ոչ, դա բացառվում է, իրենց տեսլականներում դա չկա, բայց մենք գիտենք, որ դա կա։ Իրաք ասել են չկա մեր տեսլականներում։ Դու ասել են, իրենց խաղաղության խաչմերուկում դա չկա։ Խաղաղության խաչմերուկում կա 7 սահմանային կետի բացում, որից ասենք 5-ը Ադրբեջանի, 3-ը Թուրքիայի կողմից, մենք դրա վերլուծությունն ունենք, թե դա ինչ է նշանակում։ Իրենց խաղաղության խաչմերուկը նշանակում է իրենց պատկերացմամբ մուտք դեպի միջերկրական ծովի Թուրքիայի Դերզե եւ Մերսիմ նավահանգիստներ, որը օրինակ մեր Մաստարայից մոտորապես 900 կիլոմետր հեռավորության վրա է, եւ այս կողմում Կասպից ծովի Ալիաթ նավահանգիստ։ Երկուսն էլ քաղաքական առումով իրենք ոչ մենակ տեսանելի չեն, այլ նաև լոգիստիկ առումով այդտեղ հանգույցներ կան, որ պետքա կառուցվեն, Թուրքիան ինքը պետք է կառուցի, Ադրբեջանը ինքը պետք է կառուցի, որ Հայաստանը մուտք ունենա Կասպից ծով եւ միջերկրական ծով։ Ներողություն, իմ ասածը որն է, կա լոգիստիկ երկու նավահանգիստ, տեսեք, նավահանգիստներն են այսօր ամենակարևոր հանգույցները համաշխարհային կոմունիկացիայի, չէ՞։ Հետևաբար մենք արդեն ունենք հարավում Բանդար Աբբաս, Իրան, հյուսիսում ունենք Փոթին, ունենք Բաթումին եւ հեռանկարում ունենք Անակլյան։ Սրանք արդեն եղած բաներ են։ Մեր ասած պատկերացրած խաչմերուկը իրական, որը ունի թե ավտոմայրուղային եւ երկաթգծային, այսպես ասած հանգույցներ, իրենք սպասարկելու են հարավ եւ հյուսիս։ Արևելք-արևմուտք կա։ Արևելք-արևմուտք կա, բայց այդ արևելք-արևմուտքը գալու է Կասպից ծովով, Ադրբեջանի այդ նույն Ալիաթով գալու է գնա դեպի Սևծով եւ գնա ապահովի միջին միջանցքի կտորը, որը որ պետք է թե Իրանին,
թե Չինաստանի։ Իսկ Հայաստանով դա ո՞նց է անցնում ձեր իրական խաչմերուկի դեպքում։ Ղազախ արդեն ասեցի, ինքը ճյուղավորում ունի։ Մի մասը Ղազախ։ Դուք կարծում եք Ադրբեջանը իշխանությունները չունեն, Ադրբեջանը կարող է բացել ընդամենը մեկ խոսքից, այդ Ղազախի երկաթգիծը, Իջևան Ղազախը, եւ դրա համար իշխանությունները ուղղակի ասում են չենք ուզում եւ վերջ։ Գիտեք, նայեք, միջազգային բեռնափոխադրումները ենթադրվում են միջազգային փոխհարաբերություններ եւ միջազգային խաղացողների շահերի համատեղում։ Ես պատահական չասեցի միջին միջազգի մասին։ Քաղաքական հարցը լա նաև Հայաստանի հակամարտային հարցը Հայաստանի Ադրբեջանի միջև։ Դա մի շատ կարևոր բան կա, որ ես ասում եմ, դուք ոնց որ շրջանցում եք իրան։ Երբ որ ասում ենք միջազգային շահեր եւ միջազգային խաղացողների շահերի մեկ տեղում մեկ բանի մեջ, խաչմերուկի մեջ, դա նշանակում է այդ խաչմերուկում Չինաստանը ունի իր շահերը։ Դա նշանակում է, որ Միջին Ասիայից Կասպից ծովով բեռները գալու են Ալիաթ, Ալիաթից Բաքու, Բաքվից Ղազախ, Ղազախից Իջևան եւ այսպես գալու են գնան Սևծով։ Դրանք չինական բեռներն են։ Հասկանում եք, իրանական բեռներն են։ Դրանք միջազգային խաղացողների բեռներն են։ Հետևաբար Հայաստանը կարող է լինել միջազգային այդպիսի մի հատ հանգույց, որից նաեւ կարող է օգտվի իր ներքին բեռնափոխադրումները իրականացնելու համար։ Հիմա տեսեք, այդ մոտորապես լավագույն դեպքում այդ խաչմերուկը, որ կա, ինքը տարեկան 40 միլիոն տոննա սպասարկելու կարողություն ունի բեռ։ Մեր ներքին բաները պահանջը այսօր չէ, չի գերազանցում 500-600 հազար տոննան։ Պատկերացնում եք, այսինքն եթե մենք ունենանք մեծ հանգույց, մեր բեռները այդ մեծ հանգույցի շրջանակներում այսպես թե այնպես գնալու են։ Եվ իրականում երկաթգիծն է աշխատելու նավահանգիստների հետ։ Լավ, իսկ այն իրողությունը ինչպես է գնահատում, որ արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ են գալիս։ Դա տնտեսական առումով այլընտրանք։ Ինչ կտա դա մեր տնտեսությանը որոշակի, եթե իսկապես ակտիվանա այդ բեռների անցուդարձը, տնտեսական առումով ինչ կտա։ Նայեք, տնտեսական առումով ցանկացած տնտեսագետ, անաչառ տնտեսագետ կասի, որ շատ լավ է, որ կա այլընտրանքային մեկ այլ ուղի։ Օրինակ, եթե մենք որոշել ենք, որ Ղազախստանից ցորեն ենք ներմուծում եւ ամենակարճ լոգիստիկ ուղին գալիս է էլի Կասպից ծով, Ալիաթ, հետո Վրաստան, Վրաստանից Հայաստան, մենք հետագայում առաջարկելու ենք, որ էլ Ալիաթից չգնա Վրաստան, միանգամից Ալիաթ, Բաքու, Ղազախ։ Այսինքն այդ մի հատ էլ ենք առաջարկելու հետագայում, որ ավելի կարճանա այդ ուղին Հայաստան մտնելու։ Շատ լավ է, որ այդ ուղին կա։ Բայց այստեղ դուք պետքա ոչ թե դատողություններ անեք մենակ տնտեսական առումով, այլ քաղաքական առումով։ Քաղաքական անորոշություններն են այստեղ կարևոր։ Եվ նաև այս անկայուն վիճակը դուրս է գալիս, որ այդ լոգիստիկ ուղին, որը ողջունելի է, ինչքան շատ այլընտրանքային լոգիստիկ ուղիներ ունենաս, այնքան լավ, նույնիսկ էլի այլընտրանքային ունենալ ռուսական ցորենին, նաև ղազախական ցորեն, շատ լավ է, ունեցիր, այլընտրանք են դրանք, շատ ընտիր է, որ դու մեկ աղբյուրից կամ լոգիստիկ առումով կախվածություն չունես, շատ լավ է։ Բայց քաղաքական անկայունությունը եւ Հայաստան-Ադրբեջան այս իրական փոխհարաբերությունները այնպեսին չեն, որ մենք օրինակ չմտածենք, որ ինչ որ մի պահի էլ Ադրբեջանի ղեկավարը կարող է որոշի, որ այդ լոգիստիկ ուղին փակվում է։ Հետևաբար դու իրան չպետք է կառուցես որպես հիմնական լոգիստիկ ուղի, ինքը պետք է լինի այլընտրանքային ուղի, որտեղ ժամանակ առ ժամանակ այդ ուղին կարող է նաև փակվել կամ քո բեռները լինեն վտանգված, որովհետև ամեն դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրական խաղաղություն գոյություն չունի։ Դե իսկ ով է ասում, որ մենք Ռուսաստանի հետ լարսով պետք է բեռնափոխադրում չիրականացնենք կամ Իրանի հետ պետք է հարավով չունենանք։ Տեսեք, բոլորը ասում են ղազախական ցորենը, բայց գիտեք, որ այդ նույն լոգիստիկ ուղով առաջինը ռուսական ցորենն է մտել։ Այո։ Նոյեմբերի 6-ին մտել է ռուսական ցորենը, նոյեմբերի 8-ին մտել է ղազախական ցորենը։ Շատ լավ է, շատ լավ է։ Ռուսներն էլ ասում են, որ տեսեք, նոյեմբերի 9-ի համաձայնագիրն աշխատեց, չէ՞ որ Եռակոմ համաձայնագրով մենք որոշել էինք, որ ապա շրջափակում ենք բոլոր բաները։ Իշխանություններն ասում են օգոստոսի 8-ի Վաշինգտոնում կնքած այդ համաձայնությունների արդյունքը։ Շատ լավ։ Ռուսներն էլ ասում են նոյեմբերի 9-ի համաձայնությունների բան։ Ու գիտեք ինչ են ասում իրենք։ Ես քաբլիցի մենք ուղղակի խոսում ենք։ Ասում են նոյեմբերի 9-ը Եռակողմ է, իսկ նա երկկողմանի է, որտեղ կա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը որպես բան, վկա, այսինքն որ իր վկայությամբ ստորագրում են երկուսը, որ պետք է ունենան խաղաղություն։ Հետևաբար իրենք նաև փորձում են օգոստոսի 8-ն ու նոյեմբերի 9-ը իրար հետ տենց բան անեն, կշերքի վրա մատուցեն, որ սա շատ ավելի ծանրակշիռ է։
Սա մի քիչ պատկերավոր ենք խոսում, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մի հատ այնպիսի թեմա է, որի արդեն երևի թե առաջիկայում մեծ հաղորդում կարելի է կազմակերպել, էլի։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ ասեմ, որ այդտեղ էլ էլեմենտար մի հատ շատ միամիտ բան է տեղի ունեցել, որը որ այսօրվա իշխանությունների էկոնոմիկայի նախարարի ավելորդ խանդավառության պատճառով դարել է քաղաքական շարժումների ու ինչ-որ մեծ թեմա։ Ոչ, մեծ թեմա չկա։ Եթե իրենք ուզում են ազդարարեն, որ այս լոգիստիկ այլընտրանքային ուղով արդեն եկել է խաղաղությունը, չկա նման խաղաղություն, գոյություն չունի, որովհետև խաղաղություն չի կարա լինի այն հարաբերություններում, երբ որ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը ակտիվորեն բան է արվում։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք վերջի մի քանի օրերի ընթացքում, տեսեք ինչքան է սաստկացել։ Ինչքան է այդ խոսույթը սաստկացել, իրենք գալիս են նվաճելու Հայաստանը, չի կարա լինի խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Տեսեք ադրբեջանական իշխանության խոսույթը ինչքան ծայրահեղական է։ Պարոն Անանյան, մի կարճ հարց էլ կարճ պատասխանով։ Եթե իշխանության գաք նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթին կփորձեք վերադարձնել այդ։ Տեսեք, ամենակարևոր բանը ցանկացած քաղաքական ուժ, որը իրենից ներկայացնում է որոշակի տրամաբանություն եւ նաեւ ինքը հարգում է քաղաքականությունը որպես փոխհարաբերությունների հիմք, ինքը պետք է գա իրողությունները վերցնի որպես ստարտային կետ եւ դրանք շարունակի դեպի առաջ մղել։ Մենք տեսել ենք, չէ՞, թե ինչպես է այն պայմաններում, երբ որ զրոյական կետից են սկսում, ինչա տեղի ունենում։ Հետևաբար պետք չի զրոյական կետից սկսել։ Նոյեմբերի 9 իրողությունը կա փաստաթուղթ, այդ փաստաթուղթի շուրջ պետք է գնա բանակցություններ։ Օգոստոսի 8-ը կա փաստաթուղթ, այդ փաստաթուղթը պետք է վերցնել ու տանել բանակցությունների։ Այսինքն երկուսն էլ միաժամանակ իհարկե, որովհետև դու որպես պետություն չես կարող հետ կանչել քո ստորագրությունը այն փաստաթղթից, որի կողմեր կամ որի վկայող կողմը առնվազն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանն են։ Իսկ կան աշխարհակաղակական խաղացողներ են, որոնց հետ քո երկրի ղեկավարը ինչ որ մի փաստաթուղթ է ստորագրել։ Այդ փաստաթուղթը դու պետք է տանես իր տրամաբանական գործողության շրջանակի մեջ հասցնես։ Օրինակ, պետք է բանակցես Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի հետ, նախագահի հետ, ցույց տաս են իրական խոցելի կողմերը, առաջ տաս այդ նախագիծը, շատ ավելի շահեկան դարձնես, բերես այդ պայմանագրի շրջանակներում նաև մասնակից դարձնես բնական դաշնակիցներին, այն ուժերին, այն երկրներին, որոնց շահերը դու անպայման պետք է հաշվի առնես, իսկ տարածաշրջանում Իրանը ունի շահեր, Ռուսաստանն ունի շահեր, Չինաստանն ունի, Հնդկաստանն ունի, իսկ նրանք երկրներ են, որոնք պետք է մասնակցեն այդ ամենին։ Որ Ռուսաստանն էլ Իրանն էլ կարող են ունեն իրանց այդ հետաքրքրությունները։ Գիտեք, ինձ չի տակցնում ինչ ասել, որովհետև իր ասածն ու արածը շատ դեպքերում չեն բռնում իրար։ Հետևաբար ես չեմ լսում, թե ինքը ինչ ասում։ Ես նայում, թե ինքը ինչ անում։ Դա ավելի խոսուն է, էլի։ Այդպես չէ։ Իհարկե ոչ։ Շնորհակալություն, պարոն Անանյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Միասնության թվեր նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։